Ինչպես կարելի է հաղթել, բայց միևնույն ժամանակ պարտվել, բացատրում է Բարսելոնան։ Ռեալում խնդիրներին սկանդալներ են ավելանում, ինչպես են փորձում հարթել, լուծել դրանք Մադրիդում։ Եվ Հենրիխ Մխիթարյանը ուղերձով է դիմել ձեզ, հարգելի հետևորդներ, ուշադիր եղեք։ Բարսելոնան մի երկու շաբաթ առաջ ասել էր. շուտ ֆանից չենք պարտվել, Ատլետիկոն թող հագցնի։ Հաջողության հասնելու համար պետքա բարդություններ տանես։ Բայց ոչ ինքդ քո ձեռքով։ Բարսան շատ ծանր պարտություն էր կրել արքայական գավաթի կիսեզրաբակչի առաջին խաղում։ Հանսի Ֆլիկը on-line հարթակներում շատ էր բողոքել ֆուտբոլիստներից, իսկ off-line հարթակներում ըստ հավաստի աղբյուրների շատ ուժեղ պատժել էր, պլետելով ամեն մեկին մի 100 անգամ։ Մի տափակացի էլի։ Լավ, համաձայն եմ։ Խոսենք Բոննյութից։ Բարսան Մադրիդում պարտվել էր 4-0 հաշվով եւ պետք էր ինչ-որ ձև դուրս գալ այդ գարշահոտ իրավիճակից։ Ու եկավ այդ օրը, պատասխան հանդիպումը կայացավ Camp Nou կիսակառույցում, որտեղ ֆուտբոլիստները գալիս էին առանձին։ Մի հատ Ռաֆինյային նայեք, հենց տպավորությունը ոնց որ կիլլեր է, գնում է դիրքավորվի, բայց իրոք պատերազմի էին դուրս գալիս։ Ճակատամարտում Բարսանը Մադրիդյան փղերի դեմ բարոյական հաղթանակ տարավ 3-0 հաշվով, բայց ընդհանուր պատերազմում պարտվեց 4-3։ Խաղից անմիջապես հետո Հանսի Ֆլիկը մեզ մոտ էր եւ կիսվեց մի քանի հետաքրքրական դրվագներով։ Ղերքս ուղակի գզում էին Ատլետիկոին։ Մի քանի մահացու հարված հասցրին, բայց չկարողացան սպանել։ Խաղից հետո անսպասելիորեն այս Յամալը կատաղելա, թե պետք է անցնեինք, հանդերձանում տալի ինչ կա ջարդումա։ Ես, Արաուխոն, Լապորտան, տոյ Տրաուրեն եսին որդից եկելա չենք կարում հանգստացնենք։ Մեկ էլ էս Պեդրին եկավ ասում, ձև չկա, Նիկոլին պետքա մի ժամով կանչենք։ Ու իսկապես Բարսան շատ կատաղած էր խաղում, կարծես ամեն ինչ այդ խաղից էր կախված։ Թե ինչքան արագ էին վերադարձնում գնդակը, թե ինչքան էֆեկտիվ էին բոլորը, ուղղակի խոսքեր չկան։ Ու այդ ամենի հեղինակի անունը Հանսի Ֆլիկ է, նրան կանդրադառնանք հերոսների բաժնում։ Մի քիչ էր մնում ու Բարսելոնան կհասներ իր նպատակին, բայց չստացվեց։ Իսկ Գրիզմանը խաղից հետո այս նկարը հո շատ ծանր չեք տանում։ Ծաղրում էր Բարսելոնայի ֆուտբոլիստներին ի պատասխան նրանց իսկ, որոնք մի քանի ամիս առաջ 5-0 հաղթելուց հետո այսպես ծաղրում էին ատլետներին։ Բայց Գրիզմանի դեպքում մի քիչ տարօրինակ է 3-0 պարտվելուց հետո գոնե մի հատ գոլ խփեին։ Չնայած Յամալը շատ տխուր էր, որ դուրս մնացին, բայց միևնույն է չի մոռացել, որ առջևում մարտի 8։ Ասա դու հիշես։ Ես հիշում եմ, ասեմ ավելին, մենք պատրաստում ենք մարտի 8-ի ու ֆուտբոլի միքս տարբերակով վիդեո, որը դուրս կգա կիրակի օրը։ Անպայման բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք, կարծիքների համար ուղղակի կխելագարվենք։ Ֆլորենտինո Պերեսը նայել է մեր նախորդ թողարկումն ու քայլ էր ձեռնարկել։ Նախ հիշենք այդ կտորը նախորդ վիդեոից։ Խետաֆեի հետ խաղում նրանց կրած պարտությունը առաջին հերթին պարոն Պերես, ձեր ուսերին է, 1000 ասեցինք, նորմալ տրանսֆերներ արեք, չլսեցին։ Ու ահա չանցած 24 ժամ Ռեալի նախագահը որոշել է ներքին հետաքննություն անցկացնել պարզելու համար, թե ինչու են այդքան շատ ու հաճախակի կրկնվող վնասվածքները։ Ու համբերության բաժակը լցվեց Ռոդրիգոյի ստացած ծանր վնասվածքից հետո, որի պատճառով նա գրեթե 1 տարի բաց կթողնի։ Բրազիլացին նախորդ մունդիալին Ռոնալդոյի ոտքերից փորձում էր քերել նրա հնարքներն ու խաղային ունակությունները, բայց արդյունքում քերեց վնասվածքներն ու բաց կթողնի աշխարհի առաջնությունը։ Մի քիչ ծանր է հնչում, բայց Նեյմարը ուրախ է։ Ինչի է ուրախ։ Դե միտեղ ազատվեց։ Մի լսեք սրան, ցնդացի մեկն է։ Իսկ մենք այս թեմային անպայման դեռ կվերադառնանք։ Սկանդալային բացահայտումները անում Ռեալի նախկին աշխատակիցը։ Հիմա ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո Հենոյի ուղերձն է, Արսենալը համարյա դառնում է չեմպիոն ու շատ ուրախ է։ Մինչև այդ մի հատ Տիկնիզյանի գոլը նայենք։ Շքեղ գոլ է խփել Սերբիայի առաջնությունում։ Opa, možda ovdje nije sve.
Далее дозволено postići pogodak sa više od 20. Մարտի 6-ին ֆրանսիական Լիգա 1-ում Paris Saint-Germain-ը կընդունի Մոնակոին, մարտի 7-ին Իսպանիայում կհանդիպեն Ատլետիկո Մադրիդն ու Ռեալ Սոսիեդադը, այս թիմերը կվիճարկեն նաև արքայական գավաթը։ Ինչպես նաև Սևիլիան կընդունի Ռեալին։ Մարտի 8-ին Բարսելոնան հյուր կգնա Ատլետիկին։ Իտալիայում Միլանյան դերբի կկարողանան արդյոք կարմրասև զեբրերը կրճատել միավորների տարբերությունը առաջատարի հետ։ 2025 թվականի հոկտեմբերին Ջեք Ֆլետչերը, Դարեն Ֆլետչերի որդին նորամուտը նշեց Մանչեսթեր Յունայթեդի հիմնական կազմում, ու մարդիկ չէին էլ պատկերացնում, որ նա սարսափելի հանցանք է գործել։ Ավելի ուշ ակումբի մինչև 21 տարեկանների թիմում նա խաղերից մեկի ժամանակ մրցակցին անվանել է Gay Boy։ Թարգմանաբար ստացվում է կոմիկի տղա, արա դե հազար ասեցի, նորմալ սովորի այդ անգլերեն էլի։ Չենք խորանում մանրամասների մեջ, հատկապես որ կոնտեքստի առումով, թե ինչ պայմաններում է ասվել դա, գուցե դիմացինը իրոք Էրիկ արա, լավ։ Ավելի հետաքրքիր է, թե հոկտեմբերին եղած այդ միջադեպը ինչու են նոր պատժում ու որ ավելի կարևոր է, թե ինչպես են պատժում։ Երիտասարդ ֆուտբոլիստը վճարել է 1500 եվրո տուգանքը եւ պետք է մասնակցի պարտադիր face-to-face ուսուցողական ծրագրին, որտեղ հավանաբար սովորեցնելու են, թե ինչպես չասել դիմացինին գեյ, մոտավորապես սենց։ Գլոբ, լասա գեյ։ Մանչեսթեր Յունայթեդի անպարտելիության շարքը ընդհատվեց շատ զարմանալի պայմաններում։ Մանկունյացիները խաղում էին Նյուքասլի հետ եւ հաշիվը 1-1 էր։ Երկրորդ խաղակեսում Նյուքասլը մնում է 10 հոգով եւ ամեն ինչ ցույց էր տալիս, որ Յունայթեդը պետք է որ առնվազն ոչ ոքին պահի եւ մնա անպարտելի, բայց լինում է աննկարագրելին։ Նյուքասլը կարողանում է երկրորդ գոլը խփել եւ հաղթանակի հասնել։ Fucking hell. Մեր գլխավոր հակահերոսը նորին մեծություն ֆուտբոլն։ Շատ վաղուց մենք մեր կոկորտը պատրելով գոռում ենք, որ մեր սիրած խաղը ձանձրալի է դառնում, իսկ Եվրոպայում նոր են դա հասկանում։ Գուցե պետք էր ռուպրով գոռալ։ Գուցե։ Բայց արդեն ուշ է, քանի որ Ռուդ Գուլիտը մի լավ անցել է ժամանակակից ֆուտբոլի վրայով։ Ինչ ասել, որ որոշել է ֆուտբոլ չնայել։ Արսենալ Չելսի խաղն էի նայում։ Այդ ինչ խայտարակ վատ խաղ էր։ Փոխանակ փորձեն գոլ խփել, փորձում են անկյունային վաստակել։ Էլ կայֆ չեմ ստանում խաղից։ Ուր են դրիբլինգ անող տղերքը, ուր են վերունեցողները։ Տենց էլ ասել, հա։ Ես հոլանդերեն չեմ հասկանում, բայց Ռոմանոն տենց էր գրել։ Ուրեմն մի բան գիտի էլի։ Ամեն դեպքում ֆուտբոլը գնալով ավելի է կորցնում իր հմայքը։ Կարծես բոլորը մոռացել են, որ առաջին հերթին այս խաղը հաճույք է, կայֆ է, սա ինչու ոչ։ Արա զսպի քեզ, կներեք էլի, գարունա ըմբռնումով մոտեցեք։ Վնասվածքների ես ֆոնին Մադրիդի Ռեալում շատ երիտասարդներ իրենց դրսևորելու շանս են ստանում։ Հերթը եկել է պաշտպանների, ինչպես գիտեք, Ռեալը դե ֆակտո մնացել է անպաշտպան։ Կաստիլիայից առաջին թիմ կգան շատ երիտասարդներ, օրինակ 19-ամյա այս տղեն։ Իր դեպքում 25 տարեկանը կոմպլիմենտ կարող է հնչել, բայց դա չի կարևոր։ Ասում են նա շատ լավ որակներ ունի պաշտպանի համար եւ կարող է օգնել առաջին թիմին փակել ծակերը։ Ուղղակի հիշենք, որ նախորդ տարի նման պայմաններում Կաստիլիայից առաջին թիմ եկավ Ռաուլ Ասենսիոն։ Ու տեսնում ենք ինչ է լինում։ Լավ չի լինում։ Բայց այս տղու ամենահետաքրքիր մասը անունն է՝ Լամինի Ֆատի, Յամալի եւ Անսուի խառնուրդը։ Եկել է Բարսելոնան ոչնչացնելու։ Վերջին օրերին Միլանի Ինտերը ինչ որ շատ է հայաֆիկացվել, ու դա մեր ԱԳՆ-ի շնորհիվ։ Արտաքին գործերի նախարարությունը ինչ կապ ունի
Դե հենոնը մեր յուրահատուկ ԱԳՆ-ն է, էլի։ Իտալական ակումբը սկզբից հայատար վերնագրեց հայ եւ իտալացու արվեստի գործ գոլը։ Հետո вообще Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ առաջին պլան։ Հետևեք ինտերին մեր սոցիալական ցանցերում։ Մենք խնդրեցինք Հենոին, որ նման մի բան էլ մեզ համար անի, բայց չպատասխանեց։ Երևի շատ զբաղված է։ Դրա համար էլ դիմել ենք Աբոյին ու արդյունքում Subscribe, follow to Sport Comedy. Նոթինգեմ Ֆորեսթը մեր հերոսներից է, քանի որ կարողացավ միավորներ փախցնել Մանչեսթեր Սիթիից, նվեր անելով Արսենալին։ Անտառայինները երկու հրաշալի գոլ խփեցին։ Մեկը այնքան անսպասելի էր ու կրունկով, որ Դոնառոման կանգնեց ասեց՝ «Սենց կարելի է»։ It is a very good goal as well. Արդյունքում Արսենալը ավելի պոկվեց Պեպի թիմից, չնայած մի խաղ ավել է անցկացրել։ Մի հատ նայեք, թե ինչ ուրախ են Արսենալի ֆաները, ոչ այնքան նրա համար, որ իրենց թիմը հաղթել էր Բրայթոնին, այլ նրա համար, որ Սիթին էր պարտվել։ Եկեք անկեղծ ցանկանանք, որ Արսենալը վերջապես այս տարի կարողանա վերցնել այդ տիտղոսն ու թե չէ այդ երկրպագուների հետ մինիմում լավ բաներ չի կատարվի, որոշները գուցե կախվեն։ Հանսի Ֆլիկը միանշանակ մեր գլխավոր հերոսն է ու նա շարունակում ապացուցել, որ հանճար է։ Բացի այն, որ 4-0 պարտվելուց հետո հայ-հայա վերադարձնում էր կորցրածը, մի հատ էլ լուծումներ է գտնում հարցակման գծում, երբ Լևանդովսկին ծերունական ցավեր է ապրում, իսկ Ֆերան Տորեսը, ինչպես կասեր հայտնի մեկնաբանը, Տորմաս! Իսկ գերմանացին բռնում Բեռնալին ասում է կգնաս ու գոլ կխփես։ Դե Բեռնալչոն էլ դասարանի գերազանցիկներից մեկը 5-ի է կատարում իր առաջադրանքը։ Գենի։ Ռեալում վնասվածքների համաճարակին զուգահեռ տարածվում է ակումբի նախկին աշխատակից Իթչիար Գոնսալեսի սթորին, որտեղ նա գրում է. Ոչինչ չփոխելով շարունակում են քաք մեջ անել խաղացողների ծնկները։ Ինչ չեն փոխում որ։ Ոնց երևում է Մադրիդում այսքան ժամանակ միայն ստադիոնի արտաքին տեսքն է փոխվել։ Իսկ Գոնսալեսը շարունակում է գրել. Ես ասում եի բժշկական ծառայությանը, որ նախաճաշին տրվող բուլկեղենը լավ տարբերակ չէ։ Իսկ նրանք պատասխանում էին. շարունակիր նույնը, ոչինչ մի փոխիր, հակառակ դեպքում քեզ կհեռացնենք, մենք այսպես 15 չեմպիոնների գավաթ ենք վերցրել։ Եթե սրան էլ գումարենք այն, թե ինչպես հեռացրին Ալոնսոին, ապա լավ բան չի ստացվում։ Ստացվում է, որ Մադրիդի Ռեալում կարծրացած կառավարում է։ Այդտեղ մինչև հիմա հույսները դրալ են Սանտիագո Բեռնաբեուի կախարդանքի վրա։ Մի հատ քո կառոննին ասա։ Մեծ սիրով։ Մադրիդիստներ, Սանտիագո Բեռնաբեուի կախարդանքը վերակառուցման ընթացքում բանվորները սխալմամբ վերցրել ու գցել են աղբը։ Ուրիշ բան պետք է մտածել։ Իսկ իրականում աշխարհը այսօր այնքան արագ է զարգանում, որ դու պետք է լինես այնքան ճկուն, որ կարողանաս դրա հետևից հասնել։ Հակառակ դեպքում ուղղակի պետք է գնաս մեկուսանաս բնության գրկում, որս անես, որ կարողանաս գոյությունդ պաշտպանես։ Կապիկ էլի։